Պատկերացրեք, որ մի առավոտ արթնանում եք, բացում ձեր հեռախոսը եւ տեսնում սենսացիոն լուր։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Հայաստանը դառնալու է ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Նույնիսկ կա տեսանյութ, որտեղ Թրամփը պաշտոնապես հայտարարում է ԱՄՆ դրոշի ներքո։ I'm going to make Armenia our next US state. Pashinyan said yes, smart guy, it's done. Huge win. Ինչպես կարձագանքեիք, կհավատայիք, կտարածեիք այդ լուրը։ Հավանաբար ոչ, քանի որ այն չափազանց անհավանական է թվում։ Բայց ինչ եթե տեսանյութում լիներ ոչ թե Թրամփը, այլ հայտնի հայ բժիշկ, որը խորհուրդ է տալիս ձեռք բերել մի հրաշագործ դեղամիջոց։ Կարողանայիք տարբերել իրականը կեղծից։ Այսօր մենք միասին կսովորենք, թե ինչպես տարբերակել կեղծիքը իրականից եւ պաշտպանել մեզ։ Եվ հավատացեք, դա բարդ չէ։ Պետք է պարզապես իմանալ մի քանի կանոններ եւ գործիքներ։ Покушение на жизнь за правду. Это пережил известный миллиардер Рубен Варданян несколько дней назад. Он записал экстренное сообщение для народа Армении. Власти скрывают эту программу, потому что им выгодно, чтобы вы оставались бедными, зарабатывая на этом миллионы драмов. Друзья, это ваш шанс изменить жизнь и финансовое положение. Дорогие друзья, сегодня у меня есть для вас невероятные новости, которые касаются каждого из вас. В сотрудничестве с гением инноваций Марком Цукербергом мы представляем вам уникальную инвестиционную платформу Libra. Марк, будучи владельцем Фейсбука, дал нам инструмент, который позволит вам зарабатывать более 100 тысяч драм ежедневно, даже просто сидя в соцсети. Сегодня после скандального интервью взорвалась машина доктора Артавазда Саакяна. Фармацевтические компании – это мафия. Они угрожают мне, но я не могу молчать. Я врач и давал клятву лечить людей, а не совершать преступления. Почему они угрожают мне? Потому что я создал продукт. Սրանք բոլորը կեղծ տեսանյութեր են, ստեղծված արհեստական բանականության միջոցով, որոնք կոչվում են deepfake-եր։ Այսօր այդ տեխնոլոգիաները հասանել են գրեթե յուրաքանչյուրին, ով ունի ինտերնետ եւ համակարգիչ։ Իսկ որն է վտանգը։ Deepfake-երը կարող են ձեզ մոլորեցնել եւ դրդել կատարել սխալ որոշումներ, որոնք կարող են վնասել ձեր առողջությանը եւ անգամ դատարկել ձեր դրամապանակը։ Եկեք պարզ լեզվով բացատրենք, թե ինչ է արհեստական բանականությունը կամ AI-ը։ Պատկերացրեք մի երեխայի, որ նոր է սովորում նկարել։ Սկզբում նա դիտում է, թե ինչպես են մեծերը նկարում։ Փորձում է կրկնօրինակել, սխալվում է, նորից է փորձում եւ աստիճանաբար սովորում։ Նույն սկզբունքով աշխատում է AI-ը։ Ուղղակի նա սովորում է միանգամից միլիոնավոր նկարներից եւ շատ արագ։ Իսկ ինչ է deepfake-ը։ Deepfake-ը արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութն է կամ պատկերը, որը մոլորեցնում է, նմանվելով իրականին։ Deepfake-ը նման է թատրոնի տիկնիկավարի, որը վերցնում է իրական մարդկանց պատկերն ու ձայները եւ ստիպում է նրանց ասել ու անել բաներ, որոնք նրանք երբեք չեն ասել եւ չեն արել։ Can be done in a way that none of those failures of the past would recur because just the physics of how it's built. This is deepfake example of what is possible with powerful computer and editing. It took around 72 hours to create this example from scratch using extremely powerful GPU. It could improve with more computing time, but 90% people cannot tell the difference. Իսկ ինչու է դա վտանգավոր։ Որովհետև մենք սովոր ենք հավատալ մեր աչքերին եւ ականջներին։ Երբ տեսնում ենք մեզ վստահելի բժշկին կամ նախընտրած քաղաքական գործչին ինչ-որ բան ասելիս, մենք հակված ենք դա իրական համարելու։ Այնինչ իրականությունը հեշտությամբ կարող է կեղծվել։ Եկեք սկսենք մի պարզ օրինակով, որը վերջերս տարածվել էր սոցցանցերի հայկական տիրույթում եւ լրատվամիջոցներում։ Անցած տարի Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցավ արևի խավարում։ Սոցցանցերի հայկական տիրույթում տարածվեց մի գեղեցիկ լուսանկար, որն իբր ցույց էր տալիս արևի այդ խավարումը։ Նկարը ստացավ ավելի քան 14000 հավանում եւ տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներում, այդ թվում հանրային հեռուստաընկերության էջում։ Նայեք այս նկարին մի պահ։ Կարող եք նկատել որևէ կասկածելի բան։ Ինչն է ձեզ թվում տարօրինակ։ Այո, այս նկարն իրականում ստեղծվել է արհեստական բանականության միջոցով եւ ունի մի շարք խնդիրներ։ Օրինակ, արևը ցուցադրված է չափազանց մեծ եւ հորիզոնին մոտ։ Այս օրինակը պարզապես մի գեղեցիկ նկար է, թեև կեղծ է։ Սակայն պատկերացրեք, եթե այս տեխնոլոգիան օգտագործվի ավելի լուրջ նպատակներով, օրինակ, խարդախության կամ քաղաքական մանիպուլյացիաների համար։ Իսկ ինչ կասեք սրա մասին։
Վերջերս սոցցանցերում լայնորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում էր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազանգի մասին, ասելով, որ նրանք լավ ընկերներ են եւ որ պլանավորում են միասին Արշավ գնալ։ Телефонный разговор с моим дорогим другом и соратником Дональдом Трампом прошел в атмосфере взаимного уважения и учета обоюдных интересов. Мы с Донни договорились провести дружеский хоккейный матч. Также я предложил ему провести ночь в горах. Այս տեսանյութը լիովին կեղծ էր եւ պատրաստվել էր հումորային նպատակով, սակայն շատերը այն ընդունեցին որպես իրական։ Հիմա պատկերացրեք, թե ինչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ նման deepfake-ը Հայաստանում լարված իրավիճակում։ Այսինքն deepfake-երը լինում են ոչ միայն զվարճալի, այլև վտանգավոր։ Եկեք դիտարկենք մի քանի օրինակներ, որոնք կարող են ուղղակիորեն ազդել մեզ վրա։ Համացանցում հայաստանցի օգտատերերին թիրախավորող deepfake-երը ունեն հիմնականում երկու նպատակ՝ առողջապահական խարդախություն եւ ֆինանսական զեղծարարություն։ Վերջերս սոցցանցերում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ հայտնի վիրաբույժ սրտաբան ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը պատմում է, թե ստեղծել է մի եզակի դեղամիջոց հիպերտոնիայի բուժման համար եւ կոչ է անում գնել այն։ Տեսանյութում նա նույնիսկ հիմար է անվանում նրանց, ովքեր օգտագործում են սովորական դեղեր։ Мы бьем рекорды продаж, и более 50 тысяч довольных клиентов в Армении уже оставили свои отзывы. Оно помогает избавиться от гипертонии, профилактируя возникновение инфаркта и инсульта. Ինչն է ձեզ տարօրինակ թվում այս տեսանյութում։ Ահա թե ինչն է կասկածելի։ Նայեք ուշադիր շուրթերի շարժմանը։ Այն չի համապատասխանում հնչող խոսքերին։ Դեմքի շուրջ կան տարօրինակ շեղումներ, հատկապես երբ նա շարժում է գլուխը։ Ձայնը հնչում է մի քիչ արհեստական, առանց բնական տոնայնության փոփոխությունների։ Այս տեսանյութը ամբողջությամբ կեղծ է։ Իրականում Բագրատ Ալեքյանը, ով միջազգային ճանաչում ունեցող վիրաբույժ է, երբեք նման հայտարարություն չի արել։ Խարդախները վերցրել են նրա հին հարցազրույցներից մեկը, պատճենել են ձայնը եւ փոխել են նրա խոսքերը, օգտագործելով արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Բայց խարդախները չեն սահմանափակվել միայն deepfake-ով։ Նրանք ստեղծել են կեղծ կայք, որը նմանեցված է Armenpress պետական լրատվական գործակալության կայքին։ Այնտեղ տեղադրել են մի մտածածին հոդված, որը պատմում է այս հրաշագործ դեղամիջոցի մասին։ Իսկ ինչու են խարդախները այդքան ջանք թափում։ Պատասխանը պարզ է՝ փող։ Նրանք փորձում են վաճառել ցածրորակ կամ կեղծ հաբեր հսկայական գներով։ Տվյալ դեպքում հաբեր, որոնք իրականում արժեն ընդամենը 2000 դրամ։ Նրանք փորձում են վաճառել 52000 դրամով։ Սակայն խարդախները միայն առողջապահական թեմաներով չեն սահմանափակվում։ Եկեք տեսնենք ֆինանսական զեղծարարության օրինակ։ Կձևացնեմ, թե ես սովորական օգտատեր եմ եւ հանդիպել եմ այս տարածվող գովազդին։ Ինչ կլինի իմ առաջին ռեակցիան։ Վայ, Գագիկ Ծառուկյանը եւ Մարկ Ցուկերբերգը միասին ծրագիր են ստեղծել։ Սա պետք է լուրջ բան լինի, չէ՞։ Ինչ եք կարծում, իրականում Ցուկերբերգը եւ Ծառուկյանը համագործակցում են։ Որքանով է հավանական, որ Facebook-ի հիմնադիրը եւ հայ գործարարը միասին ֆինանսական հարթակ են ստեղծել, որը խոստանում է հարստացնել հայերին եւ անգամ կործանել Ադրբեջանի տնտեսությունը։ Իհարկե, սա ամբողջովին կեղծ է։ Սակայն մեր որոշ հայրենակիցներ հավատում են եւ կորցնում են իրենց գումարները։ Մետան, նախկինում Facebook, որևէ նման ներդրումային հարթակ չունի։ Իսկ Ցուկերբերգը եւ Ծառուկյանը նման համագործակցության հայտարարություն երբեք չեն արել։ Սոցցանցերում տարածվող այս գովազդի հղումը տանում է կասկածելի կայք, որը նմանակում է Մետա ընկերության կայքին։ Այստեղ պահանջվում է ձեզնից դրացնել ձեր տվյալները։ Այս դեպքում զեղծարարները փորձում են ստանալ ձեր անձնական բանկային քարտի տվյալները եւ անգամ ստիպել ձեզ ներդրում կատարել իրենց կեղծ հարթակում։ Այս օրինակները ցույց են տալիս, թե որքան համոզիչ կարող են լինել արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիքները, սակայն բարեբախտաբար կան հատկանիշներ, որոնք կարող են օգնել մեզ ճանաչել դրանք։ Եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք ճանաչել deepfake-երը։ Կան հիմնական 5 հատկանիշներ, որոնք հաճախ մատնում են կեղծիքները։ Առաջին՝ ոչ բնական դիմախաղ եւ աչքերի շարժումներ։ Մարդկանց աչքերի շարժը չափազանց դժվար է կեղծել, եւ deepfake-երում հաճախ թարթում են աչքերը ոչ բնական ռիթմով, չափազանց հաճախ կամ չափազանց հազվադեպ։ Երկրորդ՝ շեղումներ դեմքի շրջանում։ Deepfake-երում հաճախ կան տարօրինակ աղավաղումներ դեմքի եզրերին, հատկապես մազերի հատվածում։
Կարող են լինել ոչ հստակ սահմաններ, տարօրինակ փայլ կամ անգամ անբնական հատվածներ։ Երրորդ՝ ձայնի եւ շրթունքների անհամապատասխանություն։ Հետևեք, արդյոք տեսանյութում մարդու շրթունքների շարժը համապատասխանում է ձայնին։ Խոսքի եւ շրթունքների շարժման միջև անհամապատասխանությունը deepfake-ի հստակ նշան է։ Չորրորդ՝ անհամապատասխան ստվերներ եւ անդրադարձումներ։ Արհեստական բանականությունը մինչ օրս դժվարանում է ճիշտ հաշվարկել եւ պատկերել լույսը եւ դրան համապատասխան ստվերները։ Ուշադրություն դարձրեք, թե արդյոք ստվերները տրամաբանական են եւ արդյոք դրանք համապատասխանում են լուսավորությանը։ 5-րդ՝ անհամապատասխան անցումներ կադրերի միջև։ Deepfake-երը երբեմն ունեն տարօրինակ անհարթություններ կամ անսպասելի փոփոխություններ, հատկապես երբ մարդը շարժում է գլուխը։ Սա տեղի է ունենում, քանի որ արհեստական բանականությունը պետք է վերահաշվարկի նոր դիրքը յուրաքանչյուր կադրի համար։ Կարևոր է նշել, որ տեխնոլոգիաները արագ զարգանում են եւ deepfake-երը օրեցօր դառնում են առավել կատարյալ։ Արդեն իսկ կան deepfake-եր, որտեղ նույնիսկ մասնագետները դժվարանում են տարբերել կեղծիքը իրականից։ Հենց այս պատճառով է, որ բացի վիզուալ նշաններից, մեզ պետք են նաև այլ մեթոդներ։ Դրանցից ամենակարևորը քննադատական մտածողությունն է։ Հարցրեք ինքներդ ձեզ. արդյոք կարող է այս պատմությունը իրական լինել։ Ինչու է օրինակ հայտնի բժիշկը սոցցանցերում գովազդում ինչ-որ կասկածելի դեղամիջոց։ Արդյոք հնարավոր է այդքան արագ հարստանալ, ինչպես խոստանում են։ Ով է կանգնած այս հրապարակման հետևում եւ ինչ շահ ունի։ Այժմ եկեք խոսենք գործիքների մասին, որոնք կարող են օգնել ստուգել կասկածելի բովանդակությունը։ Եթե տեսնում եք կասկածելի լուսանկար կամ տեսանյութ, կարող եք օգտվել Google Lens կամ Yandex Images հարթակներից այդ նկարները համացանցում որոնելու համար։ Սա թույլ կտա պարզել, արդյոք այդ պատկերը եղել է այլ աղբյուրներում։ Օրինակ, եթե մենք այսպես փնտրենք արևի խավարման տարածված լուսանկարը, ապա կպարզենք, որ այն ի սկզբանե հրապարակվել էր սոցցանցերում որպես արհեստական բանականությամբ ստեղծված նկար։ Կասկածելի նկարները նաև կարելի է ստուգել արհեստական բանականության հայտնաբերման հարթակներով, որոնք անալիզ են անում նկարը եւ դրանում գտնում են արհեստական բանականությանը բնորոշ հատկություններ եւ հայտնում, թե ինչքան հավանականությամբ են դրանք կեղծ կամ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Կան բազմաթիվ առցանց գործիքներ, որոնք օգնում են հայտնաբերել արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությունը։ Օրինակ, Deepfake հարթակը կամ Eleven Labs-ի հայտնաբերման գործիքները։ Դրանք չեն կարող 100% ճշտությամբ աշխատել, բայց հաճախ օգնում են նկատել կասկածելի նշանները։ Եթե կասկածելի լուրը, տեսանյութը կամ գովազդը տանում է որևէ կայք, կարող եք ստուգել այդ կայքը այցելելով whois.com կամ նմանատիպ այլ ծառայություն եւ այնտեղ մուտքագրելով կայքի հասցեն։ Ստուգեք, թե երբ է ստեղծվել եւ ում է պատկանում այդ կայքը։ Օրինակ, մեր ներկայացրած ֆինանսական խարդախության օրինակում Մետային նմանակող կասկածելի հասցեով կայքը ստեղծվել էր ընդամենը մի քանի ամիս առաջ եւ սեփական տիրոջ տվյալները հասանելի չեն։ Եթե տեսնում եք կասկածելի նկար եւ սենսացիոն լուր, ստուգեք այն վստահելի աղբյուրներում։ Եթե հայտնի հայկական կամ միջազգային լրատվամիջոցները չեն տարածել այն, ապա հավանական է, որ այն կեղծ է։ Սակայն հիշեք, որ տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ եւ այսօրվա գործիքները վաղը կարող են արդեն չաշխատել։ Այդ իսկ պատճառով ձեր միակ հուսալի գործիքը մնում է ձեր սեփական քննադատական մտածողությունը։ Եթե ինչ-որ բան չափազանց լավ է հնչում կամ չափազանց ցնցող, ապա հավանական է, որ այն կեղծ է եւ պետք է ստուգել փաստերը։ Մենք չենք կարող կանգնեցնել տեխնոլոգիաների զարգացումը եւ deepfake-երը տարեցտարի ավելի դժվար է լինելու տարբերել իրականից։ Սակայն մենք կարող ենք պաշտպանել մեզ, լինելով առավել ուշադիր եւ տեղեկացված։ Եկեք ամփոփենք այսօրվա սովորածը։ Deepfake-երը արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ տեսանյութերն ու պատկերներն են։ Կան մի շարք հատկանիշներ, որոնք կարող են բացահայտել deepfake-երը։ Դրանք են ոչ բնական դիմախաղ, հատկապես աչքերի շրջանում, տեսանելի շեղումներ դեմքի վրա, ձայնի եւ շրթունքների անհամապատասխանություն, տարօրինակ ստվերներ եւ անդրադարձումներ, անհարթ անցումներ շարժումների ժամանակ։ Չենք մոռանում նաև գործնական մեթոդների մասին՝ նկարների հակադարձ որոնում, արհեստական բանականության հայտնաբերման հարթակներ, տեղեկատվության վերստուգում այլ աղբյուրներում եւ իհարկե քննադատական մտածողություն։ Հիշեք, որ տեխնոլոգիաները աշխատում են ոչ միայն խարդախների, այլև մեր օգտին։ Նույն արհեստական բանականությունը թույլ է տալիս ոչ միայն ստեղծել կեղծիքներ, այլև օգնում է դրանք հայտնաբերել։ Deepfake-երով լի տեխնոլոգիական աշխարհում մեր լավագույն պաշտպանությունը գիտելիքն է եւ քննադատական մտածողությունը։ Եղեք ուշադիր, կիրառեք եւ կիսվեք այս գիտելիքներով։ Շնորհակալություն։